Բալյան ինչպես է գնահատում ներկայումս հայտարարագրման համակարգը եւ ինչ գործուն քայլեր պետք է ձեռնարկեք, եթե ընտրվեք մեր կողմից բարելավումներ էլի ներդնեք համակարգում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Պողոսյան, տեսեք տարիներ շարունակ ես ինքս հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձ եմ եղել եւ պետք է արձանագրել, որ այս տարիների ընթացքում բավականին կատարելագործվել է այդ մեխանիզմը, էլեկտրոնային ճանապարհով ներկայացնելու ընդհանուր կառուցակարգը, բայց կարծում եմ, որ այսքանով պետք չի բավարարվել եւ հնարավորինս ինտեգրացիոն գործողությունների միջոցով այլ համակարգերի հետ պետք է կարողանանք հասցնել այն առավելագույն արդյունավետությանը, որ այդ համակարգը կարող է տալ հայտարարագիր լրացնողին հնարավորինս քիչ ժամանակ վատնելով եւ ավելի ռեալ տեղեկություններ ներկայացնելու իմաստով։ Երևի այսքանը։ Համեցեք արձագանք ունեք։ Պարոն Բալյան, ես ուզում եմ նիստը վարողի իրավունքով շարունակել գործընկերությունից հարցը, իսկ ինչպես կգնահատեք ընդհանրապես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքները, ոչ միայն հայտարարագրման համակարգի, որովհետև համակարգի առումով ես համաձայն եմ բավականին մեծ առաջխաղացում ունենք։ Իհարկե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լինելով համեմատաբար նորաստեղծ մարմին, նաև այնտեղ նույնպես արձանագրում ենք բավականին լուրջ առաջընթաց, բայց ենթադրում եմ, որ դուք նաև լինելով արդարադատության փոխնախարար, նաև այս կարգավիճակով ազգային ժողովի առաջանդես գալու թեկնածու որպես ենթադրաբար նաև ուսումնասիրություն եք կատարել որոշակի առումով, էֆեկտիվություն եք գնահատել, ուզում եմ ձեր կարծիքը լսեմ ընդհանուր առմամբ եւ լսել նաև թե դուք հատկապես ինչը կփոխեք ամենակարևոր կետը, որը կուզենայիք, որ մենք իմանանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Արշակյան, տեսեք, հանձնաժողովի աշխատանքը ըստ էության ամենա երևացող գնահատականը դա մեր միջազգային գործընկերների կողմից տրվող գնահատականն է տարբեր զեկույցների շրջանակում, որը գուցե այս բանին շատ լավ չկարողանամ ներկայացնել, ոնց որ ընթացքի մեջ չլինելով պայմանավորված, բայց կարծում եմ բայց տեղյակ եմ, որ մի շարք զեկույցներում դրական արձագանքներ է ներկայացվել հանձնաժողովի կատարած աշխատանքի եւ ընդհանրապես պետությունում ձեռնարկվող այդ առումով ձեռնարկված գործողությունների առումով, միջոցների առումով։ Սակայն ըստ էության իմ կարծիքով մեզ համար շատ կարևոր գնահատական պետք է լինի հանրության կողմից ընկալումը այդ հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ եւ կհասնենք հենց այն վիճակին, ինչ որ ես իմ ելույթում ասացի, որ քաղաքացու համար վստահելի կլինի այն հանրային ծառայողը, ում նշանակում որոշակի պաշտոնում նշանակում կամ ընտրություն կանեն, կարծում եմ դա կլինի ամենալավ գնահատականը։ Իսկ իմ մասով ես ինչ կանեմ կամ ինչ կուզենամ, կարծում եմ հնարավորինս ես պիտի փորձեմ, եթե ձեր դրական քվեն լինի, ես պիտի փորձեմ իմ փորձը այն հանրային ծառայության բնագավառում կուտակածս եւ արձանագրած խնդիրները փորձել վեր բարձրացնել, բացահայտել եւ դրանց ուղղությամբ լուծումներ առաջարկել։ Շնորհակալություն, Կարմիկ Դանիելյան, հաջորդ հարցը։